նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Ոգելից խմիչքի հանդեպ սեր ունեցող հոլը միանգամից դառնում է ալկոհոլ։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան ժամը 22:30 աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը եւ իհարկե ես Արմեն Թադևոսյանը։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր ուզում եմ տեղեկացնել, որ շատ հետաքրքիր հաղորդում ենք ունենալու, որովհետև մի հրաշալի ընտանիք է այսօր մեզ մոտ հյուր լինելու, առայժմ փակագծերը չեն բացի, քիչ ուշ իհարկե դուք իմանաք ում մասին է խոսքը գնում եւ կարծում եմ շատ հետաքրքիր այսօր հարցազրույց կունենանք, դե իհարկե երգեր, խաղեր, մի խոսքով այն ամեն ինչ դուք արդեն սովորեք տեսնել մեր եթերում մոտավորապես 3 տարի, այդքան մենք եթերում ենք։ Այնպես որ ինչ եք անում դուք 3 տարի անընդմեջ, դուք դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք 3 տարի անընդմեջ, մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Այնպես որ ձեր շրջապատում կամ դուք նման խնդիր ունեք, ապա մտածելու կարիք չկա, հապաղելու կարիք չկա, պարզապես միանգամից բոլոր ճանապարհները, ժամանակին բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, հիմա բոլոր ճանապարհները տանում են Detox Center։ Եվ հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես հյուրանոցային համալիր չէ, այլ առողջարան է։ Շատ հարմարավետ համարներ, բոլոր հարմարությունները մեկ տեղում, լողավազաններ տաք հանքային ջրով, մի խոսքով այն ամեն ինչ հարկավոր է լավ լիարժեք ընտանեկան հանգիստ անցկացնելու համար, այնպես որ ժամանակին ասում են բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, ոչ, բոլոր ճանապարհները տանում են Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, եւ հեռախոսահամարն է 760 329 6033։ Եվ շատ արագ այսօրվա նորությունները ընթերցեմ եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրերին։ Շակիրան պաշտոնապես Գինեսի ռեկորդագիր է։ Կոլումբիացի աստղը ռեկորդ է սահմանել որպես բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող լատինական արտիստը։ Բայց օգուտ չկա։ Մեկը երբ զանգում ես Շակիրային, որպեսի փող ուզես պարտքով, ասում է բոլոր փողերը տվել եմ Գինեսին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչխարը հազվագյուտ քառյակ է ծնել։ Ֆերմերը պատմել է, որ իր ոչխարը միանգամից 4 գառ է ծնել, 3 էգ եւ 1 արու։ Հիմա պատկերացնում եք, չէ, ոնց են 3 էգը երես տալու այդ մինուճար արու ոչխարին։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրերն են հրաշալի տաղանդավոր երաժիշտներ, երգչուհիներ, երգչու այսպես ասեմ, իմ շատ լավ ընկերները Հայկույ Բաբախանյան երգչուհի եւ երաժիշտ Ալբերտ Օրդինյան։ Հայկույ ջան, Ալբերտ ջան, բարի երեկո։ Շատ ուրախ եմ կրկին ձեզ տեսնելու մեր եթերում, դե մենք իհարկե հանդիպել ենք միասին հաղորդման շրջանակներում Հայկու հետ հանդիպել ենք արդեն համարը 3 տարի, Ալբերտ հետ մոտավորապես մի 6 ամիս առաջ, հա։ Դա իհարկե մենք մշտապես ենք հանդիպում որպես ընկերներ, բայց հաղորդման շրջանակներում հիմա իհարկե որպես արդեն
այսպես լիարժեք ընտանիքում։ Ուրախ եմ շատ տեսնել եւս մեկ անգամ ձեզ։ Շնորհակալություն հրավերքս չմերժելու համար, գիտեմ երեխեքին մենակ թողել եք, եկել եք այստեղ։ Քեզ մոտ միշտ ուրախ է, արդեն հենց սկիզբը։ Իդեպ երեխեքը քանի տարեկան արդեն դարձան։ Մեծը 10 տարեկան, փոքրը 8։ 10 տարեկան։ Պարտավոր են մեծանալ։ Ես հիշում եմ, որ երբ Ալբերտն էր հյուր, իր խմբով, հա, դոլարների խմբում եւ փոքրիկը այնտեղ նվագում էր, Երկուսն էլ։ Երկուսն էլ էին նվագում, հա չէ։ Հիմա դա էլի շարունակում են։ Հա, Բայց հիմա տեսեք ինչն է հարցը, այսինքն հիմա Հայկու ջան, դու նկ չես ոչ թե նախանձ, այլ այտենց չես բանանում, վրթովում, որ ինչի օրինակ երեխեքը չեն երգում, այլ պապայի գործով։ Չէ, բացարձակ։ Իրանք սիրում են երգել, ունեն տվյալներ, բայց բացարձակ ուրախ եմ միայն։ Դե վերջ-վերջո գենը պիտի շարունակվի, թե Հա, չէ։ դե բան չասեցի։ Չէ, ամենայն դեպս իրանք թող տաղանդավոր երաժիշտներ են, դա ոչ մի նշանակություն չունի։ Լավ, 3 տարի փաստորեն մոտավորապես էսպես ասեմ, չենք հանդիպել այսպես ստեղծագործական առումով, ինչ նորություններ կա, ինչ հետաքրքիր բաներ ա տեղի ունեցել այս 3 տարվա ընթացքում մոտավորապես, հա, Դե 3 տարիների ընթացքում ամեն ինչ բան ա, ենք չէ, անբան։ նոր երգեր, Շատ նոր բաներ։ շարունակում այլին Այո։ ձևի ամեն ինչը դեպի առաջ գնում եք նույնպես երգեր, Այո, տարբեր նույն- միջոցառումներ, Նույն գործով ենք զբաղվում։ երեխաները մեծացել են, Ալբերտն էլ է մեծացել։ Զգում ես, չէ՞, չի Արդեն խոսում։ մեծացել չի խոսում։ Լսողի դե։ Հələ հա իդեպ բանը ոնց է սովորաբար դե գաղտնիք չէ որ յուրաքանչյուր այսպես ընտանիքի հա չնայած ասում են որ իհարկե որ ընտանիքի հայրը հա դա է պարզապես ոչ թե կարևոր այլ գլուխ այսպես հայրն է բայց այնուամենայնիվ այդ մտնոլորտը իհարկե կնոջինն է հիմա ձեր դեպքում ով ալի շատ խոսացող էլի տունը Ալբերտը Սուսա թե հա Արդեն པարզ չի Արմջան։ տունը չես Ինքը որ տանն էլ ա լինում, ես մեկ-մեկ ասում եմ ապ տունն ես, որովհետև ինքը ընդհանրապես Արմեն ջան, բայց դու տղամարդ ես, որ գնում ես տուն, չես ուզում, որ լրությունն լինի հանգստանալ։ Ես քեզ հետ համաձայն եմ, բայց նա իմ դեպքում ինչի է խնդրեմ։ Ուրեմն ես երբ որ դուրսն եմ, այնպես է ստացվում իմ աշխատանքը, ես հասկանում եմ, որ օրինակ քո դեպքում աշխատանքը էլի շատ խոսելու հետ կապված չէ, երաժշտության հետ է կապված գործիքի։ Դե Հայկու դեպքում չէ ինքը երգում է։ Հիմա իմ մոտ նենց է ստացվում իմ կյանքում, որ ես որ աշխատում եմ եւ այլ, սա խոսում եմ։ Ու երբ որ ես հա խոսալու մեջ եմ, ու երբ որ ինչ շատ են հարցնում, ասում են, լսի, դու որ տուն գնում ես էլի այդքան խոսում ես, իրականում ոչ, որ գնում ես տուն ես տանը ձուկ եմ, որովհետև այնքան որ խոսացել ես դուրսը, էլ արդեն չես ուզում խոսալ, համաձայն եմ։ Դե հա, կա տենց բան, բայց աբան շատ լուր է, հա։ Մեկ-մեկ մենք որ ինչ որ հարցով վիճում ենք, ես սենց անդադ խոսում եմ, անընդմեջ խոսում եմ, ինքը այնքան չի խոսում, որ ինձ ներվայնացնում է իր այդ չխոսալը։ Դե խոսալ մի բան ասա։ Հա, ես վերջի վարքյան հերիքա մի բառ ասա գոնե չես խոսում, մի հատ վեր կաց, մի հատ սենց է որ մի բան արա գոնե։ Այդ աշճանի ներվայնացնող չխոսացող է ինքը։ Ալբերտ ջան, լավ, հիմա մի քիչ խոսալենք։ Խոսա ժողովրդին Փորձենք այնուամենայնիվ։ Հիմա ես ուզում եմ մի քիչ իհարկե այդ երեխաների այդ թեման շարունակենք։ Հիմա ինքը դու առանձին իրենց հետ որպես քո այսպես երաժշտություն պարապում ես առանձին, թե իրան որպես մենակ խմբով են պարապում։ Դե հիմնականում խմբով են իմ երեխաները հիմնականում խմբում եմ իրանց հետ պարապում, բայց տանն է լինում, ասենք որ ազատ ենք լինում։ Որ տրամադրություն ա ունենում։ Տրամադրություն լինում է, հա, ասում են պապ մի հատ էսիշ բանը կասես, ասում են բեր, շուշուտ բեր, քանի տրամադրությունն եմ ասեմ, որովհետև ոնց որ դուրս է էտի տունն էլ նորից նույն բանը, բանը չի լինում։ Իսկ որ օրինակ ոնց է լինում, երբ ինչ որ գնում եք կամ հյուրեր եք ընդունում, ընկերներ են հավաքվում, չէ՞, միանշանակ, դե բնականաբար Հայկույն պետք է այդ տաղանդով Ալբերտը ասում է, չէ, թողեք ինձ հանգիստ, ես սուսեմ, երեխեք նվագեք։ Վրա ջարդում այդ ամեն ինչ իրանք զույտ գտած։ Բայց գիտես դրա լավը որն է, որ այն ժամանակ, երբ որ մենք ես կոնկրետ իմ վրա եմ ասում, երբ որ ես երեխայի ու հավաքվում էին հավաքույթի ժամանակ ասում էին երգի, ես ամաչում էի, չգիտեմ, սենց է որ քաշվում էի, մինչև երգում էի, սենց է որ հազի։ Մեր երեխեքը տենց բան չունեն։ Ես այնքան ուրախ եմ դրա համար, որ իրանց որ ասում ենք
Ար Ռոբ մի հատ եկեք նվագեք, երկուսն էլ մեծ սիրով, մեծ Անգամ մեծ իրանք են ուրախություն։ գալի ասում, պապ, Հա, բերենք շատ արդեն, դեպքերով։ չէ, սպասեք, երկու բաժակ են։ Երկու բաժակ, տվեք ես ուս կմնամ այդ դուքին։ Հայ, ես քեզ հետ համամիտ եմ իրոք, որովհետև դե մենք ուրիշ մանկություն ենք ունեցել առումով ոչ թե քաշված ենք եղել, ավելի միամիտ ենք եղել, ավելի հիմիկվա դե իհարկե սերունդը հիմիկվա երեխաները դե ավելի իրանք միանգամից ոնց որ մեծ են։ Մենք ավելի ինձ թվում է մի քիչ ավելի խիստ պայմաններում ենք մեծացել, ծնողները ավելի խիստ են եղել։ Մեր պարագայում մենք ավելի համ խիստ ենք, համ մի քիչ ավելի ազատ ենք։ Իրանք երևի այդքան կաշկանդվածությունը չունեն։ Խիստ չէ, ինչքան երևի այդքան ինֆորմացված չէինք։ Միգուցե, նաև դա։ Որտեվ հիմա փաստորեն այդ փոքր երեխան ասինքն ինքը շատ ինֆորմացված։ Գուցե այդքան երևի պետք է չի որ ինֆորմացված լինի, բայց համենայնպես շատ է ինֆորմացված լինի։ Դարը ավելի առաջ է գնացել էլի։ Հիմիկվա երեխաները այն օրը ընկերներով են խոսում, որ հիմիկվա երեխաները ավելի շատ իրանց տարիքի համեմատ ավելի շատ ինֆորմացիա ունեն։ Այո։ Քանց թե մեր ժամանակ մենք։ Այո, բայց ես հիշում եմ օրինակ հիմա մենք արդեն ոնց որ դե այդ պատմությունը գիտեք, իհարկե իրական պատմություններ է, որ դուք երեխան, որ ասլա ծնողներին, ես ասլա շատ հին եմ, ասում հա դուք դինոզավրերին տեսել եք, պատկերացրեք այդքանին։ Հիմա ասածս ինչ է, մենք հիմա ոնց որ մենք, հա, դուք, ես, մենք մեր հասակակիցները ոնց որ մենք դինոզավրների դերում ենք, ինչու՞, որովհետև երբ որ մենք փոքր ենք, դե մեր ժամանակ ինչն էր, վիդեո, հա, տեսամագնիտոֆոններ, որը մեր ծնողները չգիտեն ոնց են միացնելու ձևը, իրանք ասում են, ես ոնց եմ միանում այս վիդեոն։ Պապաս մեջն ինձ ասում էր մի հատ միացրա էս։ Միացրես, ոչ չեն անում։ Հիմա մենք երևի ինչ որ չափով, այսինքն այն ինչ որ իրանք են անում, չնայած մենք այդքան հետ չենք ընկնում, որովհետև կարծում եմ մենք էլ ժամանակի մեջ ենք ամեն դեպքում փորձում ենք, այո։ ենք ինչ որ չգիտեմ, սոցցանցերում կանք, հեռուստատեսությամբ մի խոսքով փորձում ենք այդպես առաջ գնալ։ Չենք ուզում դինոզավր դառնանք։ Դինոզավր, հա, դե չենք, ախր ես չգիտեմ, որովհետև դե ուզած-չուզած քո շրջապատը, քո ապրելակերպը միևնույն է դու ես էլի ուզած-չուզած այդ ինֆորմացիան ստանում ես։ Չես կարող այսինքն ինչքան էլ Ալբերտը հաստատ ավելի շատ է ստանում, որտեղ ինքը սուսամնում, ինքը ավելի ընկալում է, իսկ մենք որ շատ ենք խոսում, իդեպ մենք ավելի քիչ ենք ընկալում, ասեմ քեզ։ Հիմա մի քիչ խոսենք ես ուզում եմ իրոք գովեստի խոսքեր ասել, որ քանի տարի արդեն դուք ամուսնացած եք։ Լասը հիշում եմ։ Այս տարի կլինի 11-ը լրանում է այս տարի։ 11 տարի։ Ես ուզում եմ իրոք գովեստի խոսքեր ասել։ Այս տարի 12-ն է լրանում։ Այո։ 11 տարին լրացել է արդեն։ Ալբերտ ջան, պաստորեն մոռացել էր, այդքան լավ չի։ Բայց ես էլ չէի հիշում, որ 12-ն։ Դրա համար ասեցի։ Չհակադարձեցի։ Դրա համար ասեցի։ Ուտես նույն ձև մեր երեխեքի ծննդյան օրերն էլ ինքը չի հիշում, մեկ-մեկ, որ գնում Դե ասա, մի րոպե, որ օրերն ասա։ Նոյեմբերի 22 2017։ Մեր Փոքրը։ Մեծը հուլիսի 21 2015։ Բայց մի հատ բան պատմեմ սրա վրա, ես ճիշտ եմ ասում։ Այս մեր փոքր երեխան նոր ծնվել Ռոբերտս 6 ամսական, մենք ուրախացել ենք Երևանում ենք այդ ժամանակ դեռ եւ ուրախացել ենք, որովհետեւ կրկեսա, շրջիկ կրկեսա, որը եկել է բանը այդ ասա էլի մի հատ ջրաշխարհի այդ տարածքում մի հատ տենց դրել է մի խոսքով ուրախացել ենք երեխեքին տանում ենք, որովհետեւ արդեն մեծը հասկանում է, ուզում ենք տանենք, որ կրկես նայեն ու գնացինք այնտեղ հանդիպեցինք մեր ծանոթներից մեկին, օй բարև ոնց ես, լավ դու ոնց ես, վայ ասեց ես պուտյուրը տա, ասեցի հա 6 ինչքան 6 ամսական, ինչ եք անունը դրել ու ես ինձ նայում եմ իր դեմքին նայում ինձ ես ու նայում եմ աբոյին ուզում ասեմ ճիշտ անունը թե չասեմ նայում եմ այդ աղջկան նայում եմ նորից աբոյին ասում գոնե մի հատ հուշի էլի ու տեսա չէ աբոյից էլ ձեն չկա ասի բերեխան ինչ էինք դրել բայց շատ ծիծաղալու էր իսկականից ծիծաղալու էր դերևի 6 ամսական հələ նոր է երևի չես սովորել էլի չէ բայց իրոք պայտոք sense թռավ մտքից ես ու մեկ-մեկ լինում է հոп մեկ էլ ես մոռանում ես հա ես դեպ ուզում եմ պատմել դեպ մեր ինչ որ տեղի ունեցավ Ալբերտ հետ խոսում է զանգարեցի Ալբերտին խոսացինք Ալբերտ հա տարբեր թեմաներով խոսում ենք Խոսացինք Ալբերտ հետ եւ ասեցի Ալբերտ ջան, հա իդեպ
անպայման ուզում եմ որ հյուր գամ Եվ հիմա Հայկու ջան, անում մոռացել եմ Հայկու։ Ասում է հյուր գա, ասում ով այնքը, ինչ է։ Ասում ինչ է նվագում, ասում չէ, մի րոպե, ասում ինչ է երգում, որ երգն է երգում, չէ, մի րոպե, գիտեմ ճանաչում եմ իրան։ Ասում եմ Հայկուին, ասում կին ես, ասում հա։ Ես այդ կինսի մենակ այդ եմ լսում, ասես իմ կինը։ Դե ասում եմ ինքը հա լինում է այդպես ամենայն դեպս ինչև է դե մարդ ենք ամենայն դեպս լինում այդպես որ մոռանում ես դե շատ պրիմիտիվ կարող է բաներ լինի բայց մեկ է մոռանաս մի քիչ խոսենք ստեղծագործական առումով ինչ նոր երևի ինչ որ նոր երգեր շատ թե այդքան չէ վերջին մի տարում 2025-ին 3 տեսահոլովակ ներկայացրեցի ես Արմեն ջան մեկը ձախորդ օրեր, սկիզբներ, որովհետև իմ առաջին տեսահոլովակն էր ու ուզեցի, որ ինքը լինի բուն աշուղական, աշուղ ջիվանի, ինչպես բոլորս գիտենք։ Առաջինը դա էր, երկրորդը հարսի պար, որը որ հիմնականում հարսանեկան արարողությունների ժամանակ հարսի պարի ժամանակ, ինչպես գիտենք, եւ երրորդը Մայրիկ ջան կոչվեց տեսահոլովակը, որտեղ հենց նկարվեցին մեր բալիկները, եւ այդպես շատ հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել եւ արձագանքն էլ բավականին լավ։ Այս տարի նոր երգեր կան արդեն եւ ընթացքի մեջ են գործիքավորումների փուլում են։ Այնպես որ դեռ հետաքրքիր գործեր պետք է ներկայացնեմ եւ ունենք նաեւ պլաններ համերգի հետ կապված տարբեր։ Այդ քիչ անպայման կզրուցենք թե ինչ նոտական նախագծերի մասին։ Այ խոսեցիր իհարկե այսօր մենք քեզ խնդրելու ենք որ դու երգես բնականաբար։ Դե ես ու Ալբերտը իհարկե սուս կլսենք թե ոնց է երգելու, բայց եթե դեմ չես, հա, խնդրենք իհարկե միջև մեր վերջացնի, երբ որ կերկես, հիմա հենց այսպես նոր ուղակի մտքովս անցավ, մի ակապելլա, մի ինչ որ մի բան, այսպես լսենք, սկիզբը սկսենք էլ, այն ոնց որ հիշում ես մեր ժամանակ, որ մենք գնում ենք կինոթատրոններ, ֆիլմեր ենք նայում, սկզբից ժուրնալներ, ժուրնալ ենք։ Հիմա ոնց որ ժուրնալը սկսենք, որ հետո լսենք, եթե դեմ չես։ Դեմ չեմ, բայց այս պահը գիտես, չէ՞, ամենաբարդ պահն է, որ ինչ երգես։ Այդ այն պահերն է, որ գնում ես ինչ որ ես գնում եմ միտեղ, ասում են դե մի հատ անեկդոտ պատմի հումոր ասա։ Այդ վաղ մոռանում ես ամեն ինչ, որտեղ չես կարողանում։ Շատ դժվար պահ է։ Մի հատ հուշի լավ այս պահին։ Կոնցերտով։ Ապերն էլ ան։ Լավ։ Տեսար, մարդը հետո ասում ես, ինքը խոսալուց տոճիչնյա։ Կետո։ Լավ, գնացինք։ Ահա։ Ամպերն էլան բալուր մացի սարի կատարեն ախ իմ սիրտը կարոտ մնաց իմ թարլանեն իմ յարեն ախ իմ սիրտը կարոտ մնաց իմ թարլանեն իմ յարեն ախ թողեց հեռացավ Յարաբին զիմորացավ մի տարի է որ խաբար չունիմ իմ յարեն ջամփուդարի մնացի մորմոքալեն Շնորհակալություն Հայկույ ջան, բրավո Իդեպ դու դե հիմնականում իհարկե դու երգում ես ժողովրդական երգեր, ուսանական երգեր։ Տես, ինքը ժողովրդական երգերը, հա, դե դարերով եկածած երգեր են, չէ՞, ճիշտ եմ։ Դարերով չէ, դա տարիներ։ Տես, հիմա օրինակ այն ժամանակակից, լինում է այսպես ժողովրդական երգեր, ժամանակակից, թե ինքը պետքա ժամանակ անցնի, հետո ինքը դառնա, չգիտեմ, ժողովուրդ, ես գուցե ինչ որ մի քիչ բան եմ ասում, ոչ ես կարամ պատասխանել, ուրեմն ո՞նց է ինքը դառնում։ Ասեմ, հիմա չի կարա լինի ժողովրդական երգեր, որովհետև հիմա դարը նենց է, որ ով ինչ գրում է, ասենք երգ գրում է, արդեն ինքը գրում է, որ էսի ինքն է գրել։
այս Օ, այսինքն այն ժամանակ որ ասվում է, այսինքն այն ժամանակ ինքը հեղինակը չեն իմացել ով ժողովուրդը ինքն է, ինչ որ մի ասենք մեկը երկել է, ասենք Իրանից տարածվել է, բերան, սենց Էդ էլի որտեղից է ծնունդ առել, օրինակ ինչ որ մի հատ գործ են արել, երեխային քնացրել, կանանցով լավաշ թխելուց, գութան այդ գութան երգերը տեղից են, չէ՞ եկել։ Ինչ որ գործ անելուց, ինչ որ սկսել է ինչ որ բառերով, կինը տղամարդը երգել, ու այսպես բերան եւ դարձել է ինքը ժողովրդական երգ։ Օրինակ հետաքրքիր պատմություն կա, որ ասում է Իսահակյանը անցնելուց է լինում, չգիտեմ որ տարածաշրջանով Ավետիք Իսահակյանը։ Մեկ էլ լսում եմ, որ մի հատ գյուղացի մարդ, որ խոտ է հնձում, մաճկալն է երգելու ձեղը, Իսահակյանը լսում, ասում է, այ մարդ, այս երգը որտեղից դու գիտես։ Ասում է, չգիտեմ, ես ինչն է երգել, ասում է, ես եմ գրել բառերը, բայց երաժշտությունը դե բնականաբար է։ Ու այդպես ֆաստեն երկերի այսինքն եղել է որ մեր բանաստեղծությունների վրա, ասենք մեր բանաստեղծների վրա ինչ որ ժողովուրդը սկսել է երաժշտություն հորինել ու համադրել բառերն ու երաժշտությունը ու տենց հա հետաքրքիր է դրա համար ասում ենք ժողովրդական հա դե մի կողմից իհարկե մի կողմից վատ է իհարկե որ այդպես չի լինի բայց մյուս կողմից է գիտես դե կարծում եմ երգը եթե առասարակ արդեն մեր ժամանակների մասին խոսենք եթե երգը սիրվեց այսինքն մարդիկ երգում են, հնչում է դա ամենուր, այդ երգը ամենտեղ եւ այլ, կարծում եմ արդեն ինքնը դառնում է ժողովրդականություն է սկսում վայելել, բայց դրան հակառակ ունենք մենք մեր այսօրվա մեր աշուղները, ովքեր մեզ հետ մեր կողքին ապրում են, ստեղծագործում են եւ բավականին գեղեցիկ երգեր ունենք նրանցից, որ սիրված են այսօր, ճանաչված են, այնպես որ աշուղական արվեստը կարծում եմ շարունակվում է։ Այո, իդեպ դուք տարբեր բնականաբար տարբեր միջոցառումներ, թե հարցանյան ցանդես եւ տարբեր իհարկե ներկա եք լինում, դե բնականաբար նաեւ դոլարների խմբով, չէ՞, դա է լինում, որպես դոլարներ խումբ եւ իհարկե դու Այգու ջան որ երգում ես։ Իսկ իդեպ օրինակ ավելի դե հիմա հասկանալի է որ գուցե ավելի շատ են, հա, երևի չգիտեմ, էստրադային, բայց այնուամենայնիվ սեր կա չէ դեպի այս ժողովրդական երգերը ավելի կա չէ քիչ պակաս չի թե այնքան չի ինչքան չէ սեր կա որովհետև եթե ես կարծում եմ որ եթե օրինակ ես ժողովրդական եմ չէ երգում եւ եթե այսօր գործ ունեմ չէ հրավիրում եմ արդեն նշանակում այդ երգի պահանջնել կա, այդ երգի հանդեպ սերնել կա։ Ես ինձ այնքան է լինում Արմեն ջան, որ այստեղ ծնված մեծացած հայ աղջիկներ են զանգում եւ ասում են մենք ասում եմ ինչ երգ եք, ասում եմ այն ինչ որ դուք երգում եք, մենք շատ սիրում ենք։ Դա ինչի մասին է խոսում, որ երգերը սիրված են, ինձ համար շատ ուրախալի փաստ է դա։ Եվ միջոցառումների տարատեսակ կորպորատիվների ժամանակ մշտապես ես երգում եմ մեր ժողովրդական երգերը եւ բոլորը սիրով լսում են, անգամ լինում են դեպքեր հետս երգում են եւ դա էլ վկան է այն բանի, որ սիրված է այդ երգերը։ Եվ դա շատ ողջունել է։ Ինչքան էլ որ ասում են, ինչքան էլ փախնենք, էդ է մերը։ Հա, իհարկե։ Ինչքան էլ ռոք լսենք, ջազ լսենք, չգիտեմ։ Հա, դե իհարկե։ Դե նա չէ, ամեն ոճը ամեն մի երաժշտական իհարկե ուղղվածություն է, դա նորմալ։ Որ ամեն ժանր էլ, այո, հաճելի է, դա երաժշտության ժանրեր են, բայց մի հատ որ ժողովրդական ես լսում, հասկանում ես, որ ախր էսի է մերը, էլի մեր։ Հա, մի անգամից այսպես բանը այդ հայլին համնը հոտը, այո, համամետ եմ։ Մեր երգիչներից էլ հենց էստրադային շատ կան, որ այսօր ժողովրդական երգեր են երգում, որովհետև ինչքան էլ որ էստրադային է, չգիտեմ, ուղղվածություն ուրիշ է, բայց միևն է, բոլորս էլ գիտակցում ենք, որ ժողովրդականը մերն է, մեր սրտից եկողն է։ Դե հետո գիտես ինչ, ես մի քիչ իհարկե էստրադային խոսեցի, տարբերություն ես դե մշտապես իհարկե ասում եմ դրա մասին, որ այնուամենայնիվ երևի թե գուցե չեմ ուզում իհարկե ոչ ոքին նեղացնեմ, բայց հայկական էստրադա հիմա այդպեսին գոյություն չունի, չէ, որովհետև հիմնականում իրենք 6-8-եր են, չէ, այսինքն հայկական էստրադա այն ժամանակ մեր սովետի ժամանակ, այն ժամանակ երգեր կային, որ հենց հայկական էստրադային երգեր են եւ իհարկե կային 6-8-եր, որոնք հենց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լսում կասետներով լսում են եւ այլ, հա, դա ուրիշ էր։ Հիմա ոնց որ ավելի շատ երգ շռում է իհարկե այդ 6-8 ոճը, նո եւ դե 6-8-ը ինքը երաժշտական չափ է։ Հա, դե բայց այդ ոճը, ուզում եմ ասեմ ինքը Փայփար այդ բանը չկա։ Այդ ճիշտ ես ասում, Արմեն ջան, իրոք այդ շատ է այսօր։ Գերակշռ մասա կազմում։
Շատերը մեկնաբանում են դե դրա պահանջարկն է Ես շատ։ բան չունեմ ասել, Բայց իհարկե, ես դե կարծում եմ, պահանջարկ, որ առաջարկն է ծնում Հա, պահանջարկ։ իհարկե։ Չէ՞։ Հիմա որովհետև նույն վերցնենք օրինակ միջոցառումներ, հա։ Հիմա դե մարդիկ միջև հավաքվում են, դե բնականաբար միջև մարդիկ հավաքվում են, ժամանակ են անցկացնում, միջև ոնց որ Ալբերտը ասում երկու բաժակով։ Ժամանակ, այդ ժամանակի առումով պետք չի միանգամից, չէ՞, կարելի է այդ մի քիչ ավելի էստրադային երգեր լինի, մի քիչ այդ ուղղվածությունը բերենք նաև այդ մշակույթը բերենք այդ էստրադային, հետո եկեք ուրախանանք էլի իհարկե ժողովրդական երգերով։ Այո։ Շատ լավ, դե դեմ չեք, որ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին իհարկե Ալբերտ հետ բնականաբար մենք այդ խաղ անցկացրել ենք, քեզ հետ էլ Հայկույ ջան։ Հիմա Իդեպ ես հաղթել եմ։ դու հաղթ, դու Հայկու այդ չեմ հիշում։ Ես կարծեմ մի հարցի մի հատ սխալ չէ պատասխանեցի։ Ինչ ես ծիծաղ, մկովա կրվենք ստեղ։ Տարբերակների մեջ։ Շատ լավ, հիմա կտեսնենք։ Ես հաղթել եմ։ Այո։ Հա, հիմա այս անգամ բայց դե խոս ասել, դե փոքր ասես, բայց դե ասես։ Հա, դե հաղթել։ Հաղթողը։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ Հայկո Ալբերտ հետ միասին հիմա դուք նույնպես ակտիվ մասնակցում եք, լսելու ենք իհարկե 3 երկի հատվածներ, 4 տարբերակ ասելու եմ, 4 տարբերակի ճիշտը կընտրենք, կփորձենք ճիշտ ընտրել։ Պատրաստ ենք։ Այո։ Դե գնացինք։ Խնդրեմ առաջին երկի հատվածը։ Մեզ դու փրկում, մեր սիրողալով կրակը, մինչ խենքինը ման զարկում, չի լրում իմ զարկերակը, մի ժամից լուսաբաց է, բայց դեռ դուրը իմ բաց է։ Մի ժամից լուսաբաց է, բայց դեռ դուրը իմ բաց է։ Հիմա շարունակությունը։ Տես աչքերը իմ թաց են, բայց դեռ դուրը իմ բաց է ու իմ սիրտը կոտրած է, երկրորդ տարբերակ։ Բայց դեռ դուրը իմ բաց է, մարդս իմ տնից թռած է։ Այդի կլինի։ Եվ բայց դեռ դուրը իմ բաց է, 911 զանգած կանչած է։ Որտեվ դուրը չի փակում, փոխվում։ Այս վերջի երկուսն է ինձ թվում։ Հա, 911-ը չէ։ 911-ը ճիշտ է, իրոք, որտեվ կողպեկը չի բանը, չի կարում դուրը փակի, բնականաբար իր տան դիմացը մի հոմլես նստած։ Շատ վստահ Մեկը նստած անդե, Ու արդեն 911 ազանգ է։ Հա, 911 արդեն զանգել է, 911 ստեղ որ զանգում ես արդեն 1 րոպե ստեղում են։ Այն առաջի երկու տարբերակներ եկեք Սիրո։ քննարկենք։ Թե չէ ոնց որ։ Բայց դեռ դուրը իմ բաց է եւ տես աչքերի իմ թաց են 1 Հա։ ու իմ սիրտը կոտրած է 2 մարդս իմ տնից թռած է 3 911 զանգած կանչած է 4 Չէ, առաջինն է։ Առաջինը։ Տես աչքերի իմ թաց են։ Թաց են, այո։ Սիրտը իմ կոտրած է։ Դե որտեվ ասում ես զարկերակ բան, չեմ կարծում, որ արդեն կոտրված է էլի սիրտը։ Շատ տես, բայց դեռ դուրը իմ բաց է ու իմ սիրտը կոտրած է, սա կարող է գիտեք ոնց որովհետև դուրն էլ է կոտրած, դուրն էլ է կոտրած, ամիր սիրտն է կոտրած զուգահեռություն։ Չէ, առաջին տարբերակը։ Տես աչքերը իմ թաց են։ Իսկ եթե ես չեմ համոզում, հիմա դա ենք ընտրում, բայց դեռ դուրը իմ բաց է, տես աչքերը իմ թաց են։ Ով պետք է տենա ու ոնց։ Դե որ գա, կտենա էլի որ Դե պատմում է, դեռ դուրը բաց է, աչքերս թաց են։ Բայց էլի մի հատ այն երկրորդը մի հատ ուրիշ բան ոնց էր։ Բայց դեռ դուրը իմ բաց է ու իմ սիրտը կոտրած է։ Կոտրած է։ Եթե զուտ հանգավորմանով նայենք, դուրը բաց է։ դուրը բաց է, սիրտս կոտրած է։ Չեմ կարծում, որ տենց պրիմիտիվ կլիներ։ Կարծում ես։ Աչքերը իմ թացը մի քիչ բան դիլներ իմ մեջ, չէ։ Հուզումնալից ինչ Դա որ։ կարող է հուզումնալից չի, կարող է նորա տուն եկել, մեյքափը մաքրել ու աչքերը թաց են, որ սենց շորով մաքրում։ Դա շորով պրտել է։ Դե Լավ, ընտրենք թող գնա։ Տես աչքերը իմ թաց են։ Շատ լավ։ Ես չգիտեմ ճիշտ տարբերակ, միասին ուշակենք։ Բայց դեռ դուրը իմ բաց է, տես աչքերը իմ թաց են։ Լսենք ճիշտ տարբերակը։ Չի լրում իմ զարկերակը, մի ժամից լուսաբաց է, բայց դեռ դուրը իմ բաց է, տես աչքերը իմ թաց են։ Այո։ Մեր
ասեի, որ ես եմ։ Բրավո, հետո բաց ասես թե սա Ասում եմ ասեի, որ ես եմ գրել այս երկը։ Ես չտոք ու ձերքերը։ Բրավո։ Բայց պաստոն ինչն է հետաքրքիր, որ այս բոլոր հարցում եք սենց, այսինքն մի ամուր, եթե մեկը միտք ունեք, չէ, որտեղ երկուսը պաստորն տենց մեկ որոշեցիք են, մեկ որոշեցիք են, այնեն չէ, որ Ալբերտը որոշեց։ Ես այդ բանն էի ուզում, այն նախավերջինը որն էր։ Մարդը սիմպտոնից Դա ես մտածում էի դա, բայց չէ։ Լավ տարբերակ էլի։ Հետաքրքիր տարբերակ։ 1-0 հաղթում եք եւ խնդրեմ լսենք երկրորդ երգի հատվածը։ Սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը քնքուշ է, գիտես, ճիշտ տարբերակը, սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը պուպուշ է, սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը ապուշ է, և սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը բայղուշ է։ Առաջինը։ Չէ, իրապե։ Բայղուշ է։ Ապուշ է, Ես առաջանում եմ բայղուշ է, որովհետև ապուշ է խիստ։ Սերը պուպուշ է։ Պուպուշ է։ Բայց իմ Պուպուշ, յարը պուպուշ։ բայղուշ է։ Բայղուշ է։ Բայց ինչ նորմալ է։ Այսինքն մարդը ինչ է, դե աղունիկները։ Առաջինը ինչ էր ասում առաջ։ Քնքուշ է։ Քնքուշ է։ Քնքուշ է։ Չէ։ Պուպուշ է, չէ։ Կամ Այս ապուշ է։ բարագամ կարա պուպուշն էլ լինի։ Կարա լինի պուպուշ իհարկե։ Ես ես ասեմ, որ ապուշ ընդհանրապես կարա լինի, որովհետև ամեն անգամ ես խեղճ տղեն իրան ինչ ասում է, արա սրա ուղեղը չի մտնում։ Դրա համար արդեն այդ կապ չունի։ Բոլոր երկրները մեր ընկերներն են։ Հա, բայց ուզում եմ հասկանամ։ Չէ, մենք չենք Ոնց չեմ լսել, էլի։ Հա, Ոչ մի դրածդ երգը ես չեմ լսել, Դե ախր որովհետև մեր ընկերները, մեր երկիչ երկչուները, մեր բոլոր ընկերները երկերը- հատուկ երգեր են առանձին գրում, ուղարկում են ինձ, որովհետեւ մենք հաղորդման ընթացքում Արդեն հնչեցինք։ պարզ է։ Ոչ ոք չի դրա համար չես լսել երևի։ Մի հատ էլ կարդաս են սեր։ Սիրով, սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը քնքուշ է, սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը պուպուշ է, սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը ապուշ է, եւ սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը բայղուշ է։ Չէ, առաջին տարբերակ։ Բայղուշը տարբերակն էլ վատը չի ասեմ, բայց ես դժվար, քնքուշ։ Դե Երկչական է, էլի, քնքուշ։ սեր նանուշ իմ յարը քնքուշ է։ այո, Ունեք դու որ երկեիր ոնց կերքեիր դու որն ոնց կերքեի։ Ինձ ոնց քնքուշ թե Ես պուպուշ։ ուղղակի ուզում եմ Ասա կլի ես խփեմ։ Ուզում հասկանամ, այս կալիբրի երկի մեջ կարա լինի պուպուշը, էլի։ Սեր նանուշը իմ յարը պուպուշը։ Չէ, քնքուշ է։ Լավ, թող Տեսակ այստեղ երկուսը փաստորեն արդեն երկու տարաձայնություն եղավ, բայց դե բնականաբար իհարկե ինչ ասում է կինը, լսում ենք բոլորս, այսօր այդ դառնա Ալբերտ ջան, հիմա այդ բոլորը։ Այս մեկն էլ իրան լսեն։ Այո։ Իմ յարը սերը, սերը, սերն անուշ է, իմ յարը քնքուշ է։ Այս տարբերակը ընտրեց մեր Ալբերտը եւ Հայկույն, լսենք ճիշտ տարբերակը։ Մեր Ալբերտի կինը։ Ալբերտի կինը։ Չէ, սերիալ անունը Ալբերտի կինը։ Խնդրեմ։ Նա հայացքը։ Տեսար հիմա ով է հաղթում։ Ոյ, իսկական դու հաղթողն ես։ Ոյ։ Ոչինչ լի երրորդ տարբերակ ունի, բան չկա։ Պետք է լսել ամուսնուն էլի։ Մեկ-մեկ սիրելի կանայք, մեկ-մեկ գոնե 1000-ից 1 լսեք ձեր տղամարդկանց էլի։ Ախր այդ մարդիկ ճանապարհ են անցել։ Այսինքն սպիտակ մազեր կան, վերջապես մարդկան մազերը չունի։ Մտեսա։ Բայց իրա մազերը ես չի իմ չլսելուց հա թափվել։ Դե բայլին չի։ Ես ասում մի անգամ մի բան սխալեցի, չլսեցի, հիմա չդառնա։ Հիմա երրորդ վերջնականն է։ 1-1, հիմա ուշադիր լսում ենք, փորձում եք ճիշտ տարբերակը։ Երևի մյուս անգամ Ալբերտին չասի, երևի ինչ ասես Ալբերտին պետքա լսել, բայց համենայնպես փորձենք։ Եվ այսպես վերջին 1-1 եւ վերջին երրորդ երկի հատվածը միասին հիմա կլսենք։
Աշխարհում բոլոր մարդիկ ապրեք խաղաղ երջանիկ, ամեն բաց հույս առավոտ տվեք նրանց տղպաչի, որ երկրից որ քաղաքից որ լինեք, բարի ու ցավ նրանց հոգին դուք լցրեք, աշխարհի մանուկներին խաղաղություն թող լինի, որ նրանց ապրած կյանքում ոչ մի վատ որ չլինի, Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե Չինացի։ Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե կորեացի։ Բայց նորդ թե սա Չինացի հյուսիսային Կորեա թե հարավային։ Այդ տիպը Դե չենք խորանում դրա։ Հնդիկ հայ թե կորեացի 1, հնդիկ հայ թե ամերիկացի 2, հնդիկ հայ թե ճապոնացի 3 եւ հնդիկ հայ թե նոր զելանդացի 4։ Իդեպ նոր զելանդացին իրանք միշտ նոր չէ։ Ճապոնացի։ ճապոնացի, Այո։ այդ գիտեիք այտենց։ Ես Այո։ չգիտեմ ճիշտ տարբերակը, որտեվ կարող է կորեացի լինի։ Կարող է փոխել եք Կարող է ամերիկացի, բայց դա դուք մի իմացեք, որ այտենց մարդիկ այն որ մեր երկիշները, մեր ընկերները որ երկում ուղարկում են, հետո մեկ-մեկ էլ իրանք փոխած են ուղարկում։ Չէ, դա։ Հա, Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, Լոնդոն, Մոսկվա, Երևան, Դելհի, ըհը։ հնդիկ հայ թե կորեացի, չէ, դե բոլորը ցիով է, կորեացի, ամերիկացի, ճապոնացի, նոր զելանդացի։ Ես առաջարկում եմ ընտրենք նոր զելանդացի, որ գոնե մի տեղ մի երկ լինի նոր զելանդացիների մասին։ Որտեղ չկա ընդհանրապես երկ, որտեղ նոր զելանդացիներ չկա այդպես երկ։ Չէ, արի ճապոնացիք լավն են։ Ճապոնացիք, կորեացիք չէ։ Չէ, կորեացի չեմ։ Դու չի այդքան կորեականն է, ինչքան հիմա ապրանքներ, բաներ կա։ Չինական իհարկե, բայց կորեական։ Դե Ես ամերիկյան ոչ չեմ։ չինացի էի հիշում, Հա, բայց չէ։ եթե չկա չինացին, ուրեմն ճապոնացին պիտի լինի։ Բայց շատ ներողություն չինացի կրը կորեացի լինի։ Ինչ դու։ Ես մը եթե չինացի չկա, ուրեմն ճապոնացին չի, կրը կորեացի լինի, որպես բանի առումով նույնն են։ Տեսանկյունից խոսենք, եթե այսպես ասենք։ Վիզուալ տեսանկյունից նույնն է։ Կարող է ամերիկացի իհարկե նոր զելանդացի կա մի քիչ տարբեր են։ Չէ, ճապոնացի երևի։ Այգո ջան դու ինչ ես մտածում։ Ես համաձայն եմ։ Ինքը արդեն Դու համաձայն ես նրա համար, որովհետև երկրորդում Ալբերտը Չէ, ճիշտ է։ որովհետև ես էլ եմ տենց կարծում։ Դու լսես տենց կարծում։ Այո։ Գոնե տենց մի ասա որ կերվենք ասես այդ դու ասիր։ Երկուսը միասին։ Համ կարծում եմ, համ էլ իր տարբերակի հետ համաձայն եմ։ Ճապոնացի։ Ճապոնացի։ Հնդիկ հայ թե ճապոնացի այս տարբերակը ընտրեց Ալբերտը եւ Հայկուին ընտրեցին, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն անցնենք առաջ։ աշխարհի մանուկներին խաղաղություն թող լինի, որ նրանց ապրած կյանքում ոչ մի վատ որ չլինի, Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե ճապոնացի, Ես կարծում եմ հիմա Ալբերտ ընդհանրապես ինչ հարց լինի Հայկույն քեզ լսելը, էլ հակաճառելը չի լինելու։ Բայց ես միշտ եմ Դուք լսում։ արած դրա համար ես խաղին բերեցի հետս, որ ինձ լս։ Հիմա դու հանգիստ կարաս էլ ընդհանրապես էլ շարունակես չխոսալ մեկ։ Բայց ձերքը դիխղճի տասը, որ ես միշտ էլ լսում եմ քեզ։ Միշտ լսում Հնազանդ հայկին որպես։ Բայց ասի այսօր էլ բերեմ ես հաղորդումը հաղթեմ, որ Շատ լավ, հաղթեցինք, բրավո։ Անցանք առաջ, հիմա մի քիչ կխնդրեմ խոսենք մոտակա նախագծերի մասին, մոտավոր մի քիչ խոսեցինք, հիմա մի քիչ լայնվենք։ Համերգներ սպասվում է, ինչ է սպասվում, ինչա լինելու, կհանդիպենք իհարկե մեր հաղորդման շրջանակներում անպայման։ Ինչ Նոր համեր- գործիքավորումներ, Շատ նոր լավ։ երգեր, Իսկ համերգներ, ինչ մենահամերգային հələ մենահամերգ։ մենահամերգների նաև մենահամերգի նպատակ ունենք թե այստեղ, թե մեր հայրենիքում, նաև տարբեր երկրներում։ Հիմա այդ ընթացքի մեջ ենք, մի քիչ երկարատևում, որովհետև աբոն շատ բան է, ասենց ամեն ինչ պետք է իդեալական ինքը գծագրություն անի, հա։ Այսինքն պետք է լինի, շատ լավ է դա իդեպ, պետք է լավ լինի, Ես մի քիչ ավելի սենց արագ որոշում կայացնող եմ, ոնց հասկացաք։ Դե վերջը մեկը որոշումը ինքն է կայացնում, Հա, նորմալ է։ ինքը տենց մի քիչ երկարատևում, բայց ունենալու ենք այդ ամբողջ ինչ որ ասեցի
ծրագիրը ապագայում եւ Դե որովհետև կարելի է առասարակ ընթացքում մենահամերգը անել եւ այսինքն դու եւ նաեւ քո խմբի հետ միասին կարելի է մի հետաքրքիր մենահամերգ անել, ուրեմն շատ կարծում եմ շատ հետաքրքիր կլինի եւ իհարկե կսպասենք։ Եվ կարծում եմ անպայման մեր հաղորդման շրջանակներում առդ կունենանք էլի խոսենք դրա սաբանելու, այո, անպայման։ Եվ մեր հաղորդման ավարտին իհարկե Հայկո ջան, քեզ պետք է խնդրենք որ մի երգ կատարես։ Ես իդեպ մենք մտածում ենք ինչ խնդրենք քեզ երգ, ուրեմն մենք 3 տարի առաջ երբ հանդիպեցինք հաղորդման շրջանակներում, այն ժամանակ մի քիչ հաղորդման ֆորմատը այլ էր, այսինքն երգերը երգիչների ձևափոխած բառերով կարճ ոչ երկար, կարճ, իհարկե խնդրում ենք երգիչները երգում էին։ Հիմա արի հասկանալու, ինքը վատ չէր, իհարկե շատ հետաքրքիր, բայց այս հրաշալի երգը, եթե դեմ չես, հիմա իր օրիգինալ, նորմալ, այսպես տեսքով։ Այս ժամանակ Արմենն էր բարերը գրել։ Բարերն էր գրել, հա, իմիջայլոց շատ ծիծաղելի էր ստացվել։ Ու բանը միշտ ինձ սենց էր, չէ, բարերը որ կներես սիրելիս, մեքենա խփեցի, վարում էի, չգիտեմ ինչ, ու այդպես շպարվում էի ընթացքում բան բանը ու բոլորը ինձ գրում էին հետևորդներից, ընկերներից, որ ոյ զգուշեղի բոլորը ինձ այսպես հուսադրող մեկնաբանություններ նամակներ էին գրում, այո, շատ հրաշալի է, որ այսօր այդ երգը իմ Այո, Հայկո ջան, հիմա կխնդրեմ դու պատրաստվես, դե խնդրեմ դու միջ պատրաստվես, սիրելի հեռուստադիտողներ, մինչ Հայկոն կպատրաստվի եւ կերգի, ես ուզում եմ եւս մեկ անգամ սիրով ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա դիմեք 911 Detox Center, որտեղ մասնագետները ձեզ կօգնեն այս հարցում կվերադարձնեն լիարժեք կյանքի։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, լողավազաններ, տաք հանքային ջրով, մի խոսքով առողջարան մեկ վայրում։ Այնպես որ եթե ունեք ազատ ժամանակ, ունեք ազատ օրեր, ապա ամրագրեք անպայման եւ գնացեք լիարժեք լավ հանգիստ ժամանակ անցկացրեք։ Հեռախոսահամարն է 720 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ Հայկո ջան, պատրաստ ենք։ Իդեպ երգը կոչվում է Որոնում, այ այսպես։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հատուկ ձեզ համար, հատուկ մեզ բոլորիս, հենց այս պահին ուղիղ եթերում Հայկոյի Բաբախանյան, հենց հիմա Որոնում։ Čo բաներ ասում։ Գաղտնի։
Բարերը դոս է, ես է պատլը Ախ ինչան է բարբասնեկո Երբ ույրակից մեջ խոսենկա Չմորանա են երբեք անտեր սերակա Ախ ինչան է Չմորանա են երբեք երկիս բաները Միշտ մոռանում եմ գիտես չէ Առաջվա Բրավո, բրավո, շնորհակալություն, անչափ, շնորհակալ ենք Հայկույ ջան, իրոք հրաշալի կատարում եւ շատ շնորհակալ եմ քեզ։ Շատ։ Գիտես, չէ, ամեն անգամ ես երգում եմ համերգներին, ամենտեղ, բայց կապ չունի։ Նենց այն քնայում, որ ես Դե նորմալ։ մոռացա։ Շատ նորմալ է, որովհետեւ դա հիմա դեմքից որ բարերը հուշեմ, որովհետեւ դա իհարկե դե դա բնականաբար իհարկե հատուկ արվեց, որովհետեւ մենք խոսեցինք հաղորդման սկզբում, միշտ որ ֆիլմում չէ, մի բան ինչ որ սկզբից ֆիլմում մի բան դիտում ենք, ասում ենք ինչ չէր, մեկ է վերջում ինչ որ մի բան, արա սրա համար է, այս սրա համար է, սկզբից խոսեցինք բարերի մոռացան մասին, որ այստեղ այս ամենը օգտագործենք։ Շնորհակալ եմ անչափ Հայկույ ջան, Ալբերտ ջան, հրաշալի հարցազրույց, եւս մեկ անգամ շատ լավ մթնոլորտ, իրոք մաղթում եմ նորանոր հաջողություններ, դուք շատ տաղանդավոր եք, հրաշալի երիտասարդ ընտանիք եւ իհարկե թող բազում հաջողություններ լինի եւ համերգներ, մի խոսքով այն ամենը ինչ դուք ցանկանում եք, երազում եք եւ առասարակ իհարկե ձեր երկրպագուները, ձեր հանդիսատես իհարկե սպասում է այդ նորություններին։ Շնորհակալ ենք շատ Արմեն ջան, այս հրաշալի երեկո անցկացրեցինք միասին, վստահ եմ մեր հեռուստատողի եւս, հուսով եմ էլի կհանդիպենք։ Անպայման, շնորհակալ եմ։ Անխափան եթերներ Արմեն ջան, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, դե իսկ ինձ մնաց պարզապես ավելացնել, որ մենք հանդիպելու ենք արդեն հաջորդ 5 շաբթի իհարկե MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի,
մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։